Այս օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում, դե ինչ արթնացել եք, ով քնած է, արթուն կացեք, ով արթուն է ելեք, հետո չասեք, թե մենք քնած Անահիտ գողգող եկավ գնաց, օրդ բարին է այս պահին եթերում եւ մենք փորձելու ենք տալ դրական էներգիա։ Ձեզ հետ ինչպես միշտ ես եմ Անահիտ Կիրակոսյանը եւ դիտում ենք հիմա միասին տեսահոլովակ։ Արթնացանք սիրելիներս, այսօր խոսելու ենք արվեստի մասին եւ հրաշալի ժանրի մասին, այս պահին առաջարկում եմ դիտել տեսանյութ, որից պարզ կլինի, թե ով է մեր հյուրը։ Ինչպես են ստեղծվում արհեստները։ Խեցեգործություն։ Հայկական կավի բարձրորակ տեսակները հնուց հայտնի են եղել աշխարհում։ Հայկական կարմիր կավը, Բոլուս արմենը, հայտնի էր հունական բժշկության մեջ, իսկ իսլամական աշխարհում բարձր է գնահատվել հայ կավը։ Խեցեգործությունը հայկական լեռնաշխարհում ի հայտ է եկել դեռևս մեր թվարկությունից առաջ 6-րդ հազարամյակում, խեցեգործական նեոլիթում։ Բացառիկ արժեք ունի Հայաստանի վաղ բրոնզեդարյան խեցեղենը։ Պեղումներից հայտնաբերվել են կանացիակերպ կավե արձանիկներ, ծիսական թասեր, կարասներ։ Նախաուրարտական շրջանից պահպանվել են մեծադիր կարասներ, սրբարանների կավե զոհատախտակներ։ Անոթների ձևերը եւ ոճերը ավելի բազմազան են դառնում ուրարտական շրջանում։ Ավելի ուշ հելենիստական շրջանին պատկանող տարատեսակ արձանիկներ եւ անոթներ են հայտնաբերվել Արտաշատի, Արմավիրի, Գառնի եւ այլ հուշարձանների պեղումներից։ 9-ից 13-րդ դարերում Դվինում եւ Անիում պատրաստված խեցեղենի նմուշները պահպանելով ավանդականը ի ցույց են դնում այդ շրջանի հայկական խեցեգործությանը, քանդակագործությանն ու մանրանկարչությանը բնորոշ գեղարվեստական մտածողություն։ 17-ից 18-րդ դարերում հայ խեցեգործները լավագույն վարպետներն էին Կոմիտասի ծննդավայր Պուտինայում։ Այստեղ հայտնի ջնարակապատ հաղճապակե նմուշները ցեղասպանությունից հետո վերածնունդ ապրեցին Երուսաղեմում։ Հայ ավանդական մշակույթում առանձնահատուկ տեղ ունեն կավից պատրաստված մեծ կարասները, հացահատիկի եւ գինու համար, խնոցիները, գետնափոր վառարանը, թոնիրը, որտեղից ծնվում է սրբազան հացը։ Անչափ կարևոր էր նաեւ աղի պաշտամունքը, որը դրսևորվել է դրա պահպանման համար նախատեսված հղի կնոջ տեսքով պատրաստված կավե աղամաններով։ Խեցեգործությունը Հայաստանում այսօր էլ ծաղկում է, եւ շատ վարպետներ իրենց ներշնչանքը գտնում են ավանդույթում։ Եվ այսպես սիրով ներկայացնեմ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի զարգացման գծով տնօրենի տեղակալ Գայանե Ասլանյանն է այսօր մեր հյուրը, բարի առավոտ։ Բարի առավոտ, շնորհակալություն հյուրընկալելու համար։ Շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եք եւ հետաքրքիր է ինչպես են սկսում ձեր առավոտները, մարդու ով անդադար առնչվում է արվեստի հետ։ Հրաշալի են սկսվում մեր առավոտները, իմ առավոտը միշտ սկսվում է վազքով դեպի ժողովրդական արվեստների թանգարան, այնուհետև տարբեր հանդիպումներ վարպետների հետ, տարբեր կրթական ծրագրերի նախագծումներ, այցելուների հետ շփումներ։ Ժողովրդական արվեստների թանգարանը շատ ակտիվ է եւ դուք միշտ գալիս եք մեզ մոտ նորություններով, հետաքրքիր է ինչով եք հիմա զբաղվում, ինչ գործունեություն եք ծավալում, ինչ հետաքրքիր ու լավ բաներով կկիսվեք մեզ հետ։ Այո, մեր թանգարանը ունի շատ նորություններ, որոնցից քանի որ շուտով ամանոր է, կուզեմ կիսվել մեր ամանորյա նախագծի հրաշագործների աշխատարանը կրթական ծրագրի մասին, որը որ արդեն մեկնարկել է եւ մեր թանգարան այցելուները, երեխաները եւ ոչ միայն երեխաները կարող են ոչ միայն շրջել թանգարանում, ծանոթանալ մեր ցուցանմուշներին, այլև շրջայցից հետո կատարել որոշակի ձեռագործ աշխատանքներ, ծանոթանալ արվեստների եւ արհեստների ստեղծմանը եւ իրենց հետ տանել որևէ հուշանվեր իրենց ձեռքով պատրաստված, ծանոթանալ թե ինչպես են ստեղծվում արհեստները եւ արվեստները, որ կոչվում է հրաշագործների
Աշխատարան։ Ինչ հետաքրքիր է, այսինքն դա երբ է սկսելու գործել, երբ է հնարավորություն ունենալու դառնալ այդ ամենի մի մասնիկը։ Ընդհանրապես դեկտեմբերի 15-ից սկսած բոլոր այցելուները կարող են մասնակցել, այո, դեպի Ամանոր, որովհետև այս կրթական ծրագիրը հատուկ մշակված է Ամանորի հետ կապված, սակայն մեր թանգարանը ունի կրթական ծրագրեր, որը որ կոչվում է Folk Aniv, նոր նախագծված կրթական ծրագրի շրջանակում այցելուները կարող են իրենք ծանոթանալ օրինակ թաղիքագործությանը, գորգագործությանը, խեցեգործությանը, իրենց ձեռքով պատրաստել որևէ նմուշ։ Մեր կրթական նախագծերը կարճաժամկետ են եւ երկարաժամկետ, այսինքն կարող են ընդամենը մեկ անգամ այցելելով օգտվել նախագծից, այո, զգալ հետո եթե ուզում են շարունակել, ինչ է հմտանալ շարունակական կրթական ծրագրերի միջոցով, որոնք որ տրամադրում է մեր թանգարանը, ծանոթանալ արհեստներին եւ ավելի վարպետանալ որևէ ոլորտում։ Հրաշալի հնարավորություն է։ Ես գիտեմ, որ դուք ունեք նաեւ մասնաճյուղ Դիլիջանում։ Մի քիչ կպատմեք այս մասին, այնտեղ ինչպես է աշխատանքները ծավալվում։ Այո, նոր է վերաբացվել մեր Դիլիջանի թանգարանը եւ պետք է ուրախությամբ նշեմ, որ մեր թանգարանը վերաբացվել է արդեն որպես գործվածքի թանգարան մասնաճյուղ 3 տարի առաջ կառավարության որոշմամբ եւ պետական միջոցներով մեր թանգարանը ամբողջովին հիմնանորոգվեց եւ վերանորոգված իր դռներն է բացել մեր այցելուների համար։ Կարող են գալ այցելուները եւ ծանոթանալ թե մեր թանգարանում տարբեր ոլորտներ է ներկայացված գործվածքի կրկին դաջարվեստի նմուշներ ունենք ցուցադրված, գորգագործական նմուշներ, կարպետագործական նմուշներ, ասեղնագործ նմուշներ, ժանյակագործության տարբեր դպրոցներ ներկայացնող նմուշներ եւ ոչ միայն։ Շատ բարի, հիմա ինչով եք զբաղված, ինչ է կատարվում թանգարանում։ Թանգարանում մենք ակտիվ նաև համագործակցում ենք ժողովրդական վարպետների հետ, ինչպես գիտեք, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից մեզ է վստահված ժողովրդական վարպետի վկայականի տրման առաքելություն, այսպես ասած, մի քիչ բացահայտենք ինչ է։ Այո, հիմա այն վարպետները, ովքեր ստեղծագործում են ժողովրդական արհեստների ոլորտներում, իրենք կարող են դիմել 2 տարին մեկ է տեղի ունենում ժողովրդական վարպետի վկայականի տրման կարգը, իրենք կարող են դիմել եւ ըստ արդեն իրենց ներկայացրած նմուշների խորհուրդ է տեղի ունենում եւ խորհրդի անդամները որոշում են, որ այս վարպետը արժանանա ժողովրդական վարպետի վկայականի կոչման, թե ոչ, այսպես ասած, այնտեղ մենք ունենք չափորոշիչներ, եթե իրենք համապատասխանում են այդ չափորոշիչներին, ապա ստանում են եւ դառնում են ժողովրդական վարպետ, այո, համարում են ժողովրդական վարպետ։ Սա միայն ձեռագործ արվեստն է վերաբերում, թե տարբեր Այո, ձեռագործ արվեստներին եւ արհեստներին, այսպես ասած, այո, չափորոշիչների մեջ պիտի ասեմ, որ ոչ միայն պարտադիր պետք է լինի ավանդական ձևով ստեղծագործող, սակայն գերակշիռ մասը պետք է լինի ավանդական դպրոցի սկզբունքները պահպանելը եւ ընդհանրապես մինչ նախորդ տարի ժողովրդական վարպետի վկայական կարող էին ստանալ միայն Հայաստանում ստեղծագործող վարպետները, սակայն Նախորդ տարի կարգում կատարվեց որոշակի փոփոխություններ եւ ի ուրախություն մեզ արդեն կարող են դիմել նաեւ Սփյուռքում ստեղծագործող մեր հայ վարպետները եւ ստանալ ժողովրդական վարպետի վկայականի կոչումը։ Մենք ունեցանք շատ լավ օրինակ, նախորդ տարի ժողովրդական վարպետի համար դիմեց Բեյրութից Զավեն Կազանչյանը, մետաղի փորագրությամբ էր զբաղվում, ոչ միայն փորագրությամբ, այլ ձուլվածքով էր զբաղվում Զավենը, պարոն Զավենը 94 տարեկան, այո, եւ ինքը դարձավ Հայաստանի ժողովրդական վարպետ, հաջորդը լինելու է 2026 թվականին, դրա համար հիմիկվանից մեր վարպետները կարող են սկսել պատրաստվել եւ ներկայացնել հայտ դառնալու ժողովրդական վարպետ։ Իրականում կարծում հրաշալի նորություն է, հենց հիմա եթերից դրա մասին խոսեցինք, այնպես որ եթե իսկապես մարդիկ չգիտեն, գուցե իրազեկված չեն, կարող եք մասնակցել 2026 թվականի համար, հա, հայտ ներկայացնել։ Եվ մեր Facebook-յան էջն է շատ ակտիվ, եւ Instagram-յան էջն է շատ ակտիվ, կարող են հետեւել եւ երբ որ հայտերի ընդունումը բացվի, կարող են դիմել, մենք ինքներս օգնում ենք, որովհետեւ այնտեղ նաեւ
լուսանկարներ ներկայացնելու կարիք կա եւ այլն այն վարպետները ովքեր որ ինչ-ինչ պատճառներով այդքան էլ վարժ չեն տեխնիկապես լուսանկարել եւ այլն իրենք գալիս են թանգարան մենք իրենց օգնում ենք եթե անհրաժեշտություն է լինում աշխատանքները լուսանկարելու որպեսզի բարձր որակով այո իրենց օգնում ենք նաև ասեմ որ կան շատ վարպետներ ովքեր որ օրինակ այս տարի կամ մյուս տարի որ դիմել են եւ չեն ստացել ժողովրդական վարպետի այդ կոչումը մենք իրենց օգնում ենք ասում ենք թե որներ խնդիրները ինչի պատճառով իրենք չունեցան այդ վկայականը կարող են հետո նորից այո անպայման եւ մենք իրենց օգնում ենք ավելի հմտանալու ոճավորելու այսպես ասած իրենց ստեղծագործությունները ուղղություն տալու թե ինչ մոտիվներով ավելի շատ պետք է ստեղծագործեն, ինչին պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի հաջորդ տարի կարողանան կրկին դիմել։ Սակայն ասեմ, որ մեր թանգարանը հիմնականում կապ չունի իրենք ունեն ժողովրդական վարպետի վկայական թե ոչ, փորձում է համագործակցել Հայաստանում ստեղծագործող եւ ոչ միայն Հայաստանում ստեղծագործող բոլոր վարպետների հետ։ Մեր թանգարանը այն տեղն է, որ դռները բաց է բոլոր վարպետների համար։ Նաեւ առիթից օգտվելով կուզենայի ասել, որ թանգարանում արդեն գործում է նաեւ մեր հուշանվերների խանութը ֆոլկ անկյունը որտեղ որ մեր վարպետների ստեղծագործություններն են վաճառվում, նմուշներն են վաճառվում, այո մենք օգնում ենք նաև մեր վարպետներին այդ հարցում, որպեսզի իրենց հուշանվերային արտադրանքը եւս կարողանան իրացնել։ Իրականում հրաշալի նախաձեռնություն է, կա առաջիկայում փառատոններ, որոնց պետք է մասնակցեն մեր վարպետները, եւ արդյոք դրան էլ եք աջակցում, թե ամեն դեպքում թանգարանը արդեն առանձին անհատ վարպետների Չէ, ընդհանրապես մեր թանգարանը իրականացնում է նաև արհեստների եւ արվեստների միջազգային փառատոնը։ Այս տարի եւս իրականացրեցինք Գավառ քաղաքում եւ այո, մեր վարպետները մասնակցում են, ինչպես նաև արտերկրից տարբեր վարպետներ։ Նախորդ տարի օրինակ Սևծովյան երկրներից էին մեր վարպետները, այս տարի եվրոպական երկրներից էին եկել վարպետներ եւ ինչպես նաև Հայաստանում ստեղծագործող վարպետները միասին ներկայանում են ցուցահանդես վաճառքների եւ այլն, ինչպես նաեւ տարվա ընթացքում շատ են լինում արտերկրում փառատոններ, ցուցահանդես վաճառքներ, որ անպայման մենք համագործակցում ենք մեր վարպետների հետ, ինչպես նաեւ ներկայացնում իրենց աշխատանքը դրսում։ Ոչ միայն իրենց աշխատանքը լինում են դեպքեր, երբ նույն վարպետները շրջագայում են, մասնակցում են այդ ցուցահանդես վաճառքներին այդպես Շատ բարի ինձ մնում է միայն ասել իսկապես շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար մենք միշտ պատրաստ ենք խոսելու ժողովրդական արվեստների թանգարանի մասին առհասարակ եթե այսպես քննարկենք, ասում են մենք շատ տաղանդավոր ազգ ենք, բայց ուզում եմ վիճակագրության մասով հասկանալ, ինչքանով ենք այսօր մենք շահագրգիռ, ինչքանով ենք այցելում թանգարան, եթե տարեց տարի նայեք, դուք տեսնում եք այդ աճը, սեր դեպի արվեստը, ել չեմ ասում վարպետների մասով, թե ցավոք պակասում են։ Չէ, ցավոք չեն պակասում, այցելություններ, իհարկե, ինչքան էլ որ այցելությունները շատ լինի, մենք որպես տանտեր ուզում ենք, որ ավելի լինի, այո, բայց մենք նկատում ենք տարեց տարի ավելի մեծանում է այցելուների հոսքը եւ պետք է ասեմ, որ այստեղ նաեւ մեր դերն է մեծ, թե մենք որքանով ենք թանգարանը հանրահրճակում, որքանով ենք հետաքրքիր նախագծեր մշակում, որպեսզի այցելուների համար թանգարանը հետաքրքիր լինի, որովհետեւ մենք գիտենք, որ այլևս զուտ թանգարան լինելը բավարար չէ, որ մարդիկ գան եւ այո կարողանան իրենց լավ զգալ, որովհետեւ եթե մեկը մի անգամ եկավ թանգարան եւ շրջեց, ծանոթացավ ցուցադրությանը, պիտի իրեն երկրորդ անգամ գալու համար հետաքրքրություն ստեղծել։ Դրա համար մեր թանգարանը ինչպես նշեցի իմ խոսքում նախագծել է ֆոլկ անկյուն, չէ, ֆոլկ անիվ նախագծերը, մենք նաև ունենք ֆոլկ բենդը, որ մեր այցելուները որ գալիս են, նաև մենք հնարավորություն ունենք փոքրիկ համերգներ տեղում իրականացնելու, այո, մեր ֆոլկ բենդի շնորհիվ, այո։ Իսկ երեխաները այցելումներ շատ են այցելում, երեխաները շատ են այցելում եւ հենց մեր առավելություններից մեկը նաև որ մեր
շրջայցերին համակցված են շատ հարուստ կրթական ծրագրեր։ Մենք ունենք նաև տեսաֆիլմեր նկարահանած արհեստների մասին, թե ինչպես են ստեղծվում արհեստները, անիմացիոն ֆիլմերի շարք է։ Երեխաները այո նաև ծանոթանում են, թե ինչպես են ստեղծվում արհեստները։ Մեր նպատակն է, որպեսզի շարունակական դարձնենք ոչ նյութական մշակութային ժառանգության հանդեպ հետաքրքրությունը, որտեվ եթե նյութական մշակութային ժառանգությունը հեշտ է պահել, պահպանել եւ փոխանցել եկող սերունդներին, ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահելու համար պետք է շատ աշխատանք կատարել, որպեսզի երիտասարդ սերնդի մոտ հետաքրքրություն եւ մեծ սեր առաջացնենք մեր ավանդական արհեստների նկատմամբ, որտեղ մենք գիտենք, եթե մենք այսօր չաշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի ապահովենք շարունակականությունը կրողից չկրողին փոխանցելու, ապա որոշ տարիներ հետո մենք շատ մեծ խնդիր կունենանք մեր ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ։ Դրա համար երեխաները ոչ միայն գալիս են եւ շատ են գալիս, այլ նաեւ իրենց մենք ներգրավում ենք այդ արհեստների ուսուցման ծրագրերում։ Որպես զրույցի ավարտ, առջևում ամանոր է, ինչ կցանկանայիք մեր հեռուստադիտողին եւ ինչ կասեիք թանգարանյանից։ Հրավիրում եմ բոլորին, մեծիկներին եւ փոքրիկներին գալ եւ մասնակցել մեր հրաշագործների աշխատարանը կրթական ամանորյա ծրագրին։ Հավատացեք, ձեզ իսկապես հրաշքներ են սպասվում մեր թանգարանում։ Համեցեք ժողովրդական արվեստների թանգարան, ինչպես Աբովյան 64 հասցեում, այնպես էլ Դիլիջանի մեր մասնաճյուղ այցելեք, նաեւ մեր փայտարվեստի մասնաճյուղ Պարոնյան 2 հասցեում է գտնվում։ Այնքան դրական ու ժպիտով ասցիք, ես էլ եմ ուզում գամ ու մասնակցեմ հրաշագործներին, ուրեմն սիրով կգամ։ Իսկ ես հիշեցնեմ մեր հյուրներ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի զարգացման գծով տնօրենի տեղակալ Գայանե Ասլանյանը։ Իսկապես այցելեք թանգարան ու հետո կդառնաք մշտական այցելու վստահ եմ։ Շնորհակալություն ձեզ բովանդակալից զրույցի համար։ Ձեզ էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Իսկ մեր եթերը մոտենում է իր ավարտին, ամանորին էլ են հաշված օրեր մնացել, այնպես որ գնացեք ձեր երեխաներին վերցրեք, տարեք թանգարաններ, այցելեք թատրոններ, դիտեք ֆիլմեր, ինչքան հնարավոր է շատ առնչվեք արվեստի հետ։ Այսօրվա համար այսքանը, մնացեք բարով։